Պարոն Շաբոյան, ուրեմն 2013 թվականին Համաշխարհային բանկի զեկույցում, որը կոչվում էր Հայաստանի Հանրապետություն, կուտակում, մրցակցություն եւ կապ զեկույցը, նշված էր, որ նախ հայտարարված էր, որ Հայաստանը ամենամենաշնորհացված երկիրն է տարածաշրջանում, ասված է, որ Հայաստանում շուկաների 19%-ում իշխում են մենաշնորհները, տարածաշրջանային 6-ի միջին ցուցանիշի համեմատ, որ Հայաստանի շուկաների 60%-ն ունի գերիշխող շուկաներ, դիրքեր, գերիշխողներ, այսինքն 60%-ը։ Նշված է, որ մենաշնորհների պատճառով պարենային գները Հայաստանում միջինը 17%-ով բարձր են, քան ԱՊՀ-ում, օրինակ հացի գները տարբերվում են 36%-ով, կարագինը 23%-ով, ձվինը 25%-ով եւ այլն։ Հիմա փորձենք համեմատել ձեր իսկ բերած այդ համաշխարհային բանկի, ավելի ճիշտ այդ Global Competitiveness Index-ի տվյալների հետ եւ տեսնենք այդ 2000 այդ նշված 2013 թվականից հետո ինչ է փոխվել։ Պարզվում է, որ նախ դուք ինչպես միշտ մոռացաք ասել, որ հավաքական ինդեքսով Հայաստանը զիջել է իր դիրքերը 3 տեղով, բայց հիմա անդրադառնանք այն ցուցանիշների, որի մասին խոսեցիք, մրցունակության արդյունավետությունը երկրի ներսում, պարզվում է, որ Հայաստանը 17 տեղ այո բարձրացել է, բայց Վրաստանը 32 տեղ, Ռուսաստանը 34 տեղ։ Մյուսը հակամոնոպոլիստական քաղաքականության արդյունավետությունը, պարզվում է Հայաստանը այո 9 տեղ բարձրացել է, բայց Ադրբեջանը 14, Վրաստանը 22, Ռուսաստանը 33։ Այսինքն ստացվում է, որ եթե հավատանք այս բոլոր տվյալներին, Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մնալ ամենամենաշնորհացված երկիրը։ Հիմա բենզինի գների վերաբերյալ։ Մենք մեր հաշվարկը արել ենք։ Ես ուզում եմ դուք մեզ պարզ պատասխանեք մի հարցին։ Ի վերջո, բենզինի գները գումարվում են ընդամենը հետևյալ արժեքներից՝ մաքսային արժեքը սահմանում, ավելացված արժեքի հարկը, տեղափոխման եւ պահպանման ծախսը եւ վերադիրը։ Այս 4 գործոններից։ Հիմա դուք որպես մասնագետ պետք է այս ամեն ինչի, այսինքն որպես գործակալություն պետք է այս ամեն ինչի հաշվարկը արած լինեք։ Մենք արել ենք մեր հաշվարկը, ուզում ենք համատենք ձերի հետ։ Կարող եք արդյոք մեզ ասել, ըստ ձեզ 1 լիտրի բենզինի 1 լիտրի համար այս բոլոր ցուցանիշները ինչ դրամային արժեքով, ինչքան են տալիս ընդհանուր գնի մեջ։ Ես ունեմ, եթե ժամանակ չէ, լավ։ Կներեք, խնդրում եմ մեկ անգամ էլ կրկնեք, բենզինի գնի մեջ նկատի ունեք ինքնարժեքի կոմպոնենտները։ Դուք գնագոյացման ընդհանրապես մեխանիզմը պետք է որ կարողանայիք վերլուծել, չէ՞, ձերից ձեր։ Այո։ Հիմա ես ասեցի 4 բաղադրիչը, որոնք են, որ գումարելով տալիս են բենզինի գինը Հայաստանում։ Եվ ես դες խնդրում եմ, տակ ձեր վերլուծությունը, այս 4 բաղադրիչը 1 լիտրի համար ինչ քանակային արժեք են։ Այսինքն 1 լիտրի գինը մարսային արժեքը սահմանի վրա Շնորհակալություն բարձրացված հարցերի համար։ Ուրեմն Համաշխարհային բանկի զեկույցի հետ կապված, որ հրապարակվել էր, անհամեստություն չլինի, եթե նման կարծիք հնչեցնեմ, ուրեմն այդ զեկույցի արդյունքները, եզրահանգումները կատարված էին բավականին, ուրեմն լուրջ մեթոդաբանական սխալների հիման վրա, եւ մենք հրապարակային նաեւ մեր տեսակետը հայտնել ենք, մասնավորապես այն, որ երբ որ խոշոր ընկերությունների կառուցվածք են գնահատում երկրում, նույն այդ զեկույցի հեղինակները հետեւյալ աշխատանքն էին կատարել, վերցել էին բոլոր ուրեմն էներգետիկ համակարգը, Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը, Հայ-Ռուսգազարտը, երկաթուղային տրանսպորտը եւ այլն, այսինքն այն ոլորտները, որոնք բնական մենաշնորհներ են համարվում, նրանց ստեղծված արժեքը, եւ մենք գիտենք, որ այդ ոլորտներում բավականին մեծ արժեք է ստեղծվում հնայի մեջ, ուրեմն նրանց ստեղծած արժեքը բաժանել են ուրեմն հնային եւ դրա վերաբերյալ գնահատականներ են տվել։
Իհարկե սա մեթոդաբանորեն ճիշտ չի, քանի որ սրանք այն ոլորտներն են հանդիսանում, որոնք բնական մենաշնորհներ են, այսինքն պետության կողմից կարգավորվում են եւ սրանք այն ոլորտներն են, որոնք ուրեմն համախառն ներքին արդյունքի մեջ մեծ արժեք են ստեղծում եւ այդ ոլորտների տեսանկյունից նայել եւ գնահատական տալ, ասել տնտեսության մեջ կենտրոնացվածության ուրեմն աստիճանի վերաբերյալ ճիշտ չէ, ոչ միայն դա, այլ նաեւ մի շարք այլ հարցեր, մասնավորապես գների հետ կապված հարցեր մենք ուսումնասիրություն ենք իրականացրել եւ նրանց դատողությունների, եզրահանգումների հետ բացարձակապես համամիտ չենք եղել եւ ինչու եմ հիմա վստահորեն դրա մասին ասում, որովհետեւ մենք մեր տեսակետը, մեր կարծիքները նաեւ կոշտ գնահատականներով ուղարկել ենք եւ համաշխարհային բանկ եւ արժույթի միջազգային հիմնադրամ, նրանց ուշադրությունն ենք հրավիրել բոլոր այդ խնդիրների նկատմամբ, նաեւ մատնանշել ենք, որ զեկույցում մեթոդաբանական լուրջ սխալներ կա, ամեն դեպքում արձագանքներ չենք ստացել եւ մենք վստահ ենք մեր տեսակետի վրա եւ իրենց եզրահանգումները մեր համար ընդունելի չեն եւ դա ակնհայտ է։ Երկրորդը ինչ վերաբերվում է համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված ցուցանիշներին, դուք նոր հրապարակեցիք ցուցանիշները Հայաստանի եւ Վրաստանի հետ կապված, առաջի ցուցանիշը, որի գծով դուք նույնպես նշեցիք, որ առաջընթաց ենք արձանագրել, դա հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ուրեմն ցուցանիշն է, որի գծով առաջընթաց ենք արձանագրել 17 կետով։ Մեզ զբաղեցրած դիրքը 88 է։ Այս տարվա դրությամբ, մինչդեռ Վրաստանի զբաղեցրած դիրքը 116։ Վրաստանը առաջ է գնացել 11 կետով։ Այն դեպքում, երբ Հայաստանը 17 կետով է առաջ գնացել, այնուհանդերձ մեր զբաղեցրած դիրքերով մենք իրարից էականորեն տարբերվում ենք։ Հայաստանը 88-րդ տեղում է 143 երկրների շարքում, մինչդեռ Վրաստանը 116-րդ տեղում է։ Ինչ վերաբերում է հաջորդ ցուցանիշին, շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցությունը մրցակցության վրա, դրանով մենք առաջ են գնացել 14 կետով, մոտարապես նույն չափով նաև Վրաստանն է առաջ գնացել, բայց Հայաստանի զբաղեցրած դիրքը 79 է, իսկ Վրաստանինը 88։ Կրկին էականորեն մենք իրենցից առաջ են գտնվում եւ մյուս ցուցանիշը, որ դուք հնչեցրեցիք, տեղական մրցակցության ուժգնությունը, ճիշտ է, սրա գծով փոփոխություն չենք արձանագրել, բայց մենք զբաղեցնում ենք 85-րդ տեղը, այն դեպքում, երբ Վրաստանը զբաղեցնում է 91-րդ տեղը։ Այսինքն բոլոր 3 ցուցանիշներով էլ մենք Վրաստանից առաջ են գտնվում։ Ինչ վերաբերվում է մաքսային արժեքի հետ կապված, մաքսային արժեքի հետ կապված այս պահին, ուրեմն ինքնարժեքի կոմպոնենտների հետ կապված վիճակագրությանը, մանրամասն կոնկրետ վիճակագրությանը, կոնկրետ ցուցանիշներին, այն բացվածքով, որ դուք ցանկանում եք ներկայացնել, այս պահին թվերը իմ ձեռքի տակ չեն գտնվում, ես այս պահին չեմ կարող հրապարակել, բայց ես խոստանում եմ, որ այդ տեղեկատվությունը մենք կարող ենք հրապարակել, եւս մեկ անգամ կնայենք եւ ձեր ուզած ձևաչափով այդ տեղեկատվությունը կարող ենք ձեզ տրամադրել։ Լևոն Զուրաբյան։ Մի քանի հարց։ Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, երբ որ ես խոսեցի բենզինի գների մասին եւ ասացի, որ նրանք կապված են մենաշնորհացման այս վիճակի հետ, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ իրենք ունեն նույն մտահոգությունը եւ որ հատուկ հարցադրումով դիմել են ձեր գործակալությանը։ Նախ ինձ հետաքրքիր է դուք ինչ եք պատասխանել, խնդրում ենք այդ պատասխանը հրապարակել, ուղարկել մեզ եւ ներկայացնեք հիմա ինչ եք կոնկրետ պատասխանել։ Երկրորդը, դուք կարող եք ասել, որ քանի ընկերություն է ներկրում Բենզին Հայաստան, 5 տարի առաջ քանի ընկերություն էին ներկրում Հայաստան եւ ինչով է բացատրվում այնուամենայնիվ Հայաստանի եւ Վրաստանի միջև բենզինի գնի տարբերությունը, եթե այն գործոնները, որոնք թանկացնում են Հայաստանի բենզինը Վրաստանի համեմատ, ընդամենը վերադիրն է, որի մասին խոսեցինք, այդ ԱՀ-ն եւ մյուսը որն էր, ակցիզը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար։ Ես պետք է նույն տեսակետը կրկին ներկայացնեմ, դա այն է, որ բենզինի ոլորտը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում եւ մեր կառույցի համար մեկ խնդիրը դա այն է, պարզել տեսնել, թե մրցակցության խոչընդոտներ, սահմանափակման երևույթներ
կան շուկայում, թե ոչ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման խնդիրներ եւ երևույթներ չկան եւ ցանկացած տնտեսվարող, ով ցանկանում է ավելի շահավետ պայմաններով բենզին ներկրել, դա կարող է իրականացնել։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս 2 տարիների ընթացքում դոլարային արտարժութային արտահայտությամբ Հայաստանում բենզինի վաճառքի գները մոտ 32%-ով նվազել են եւ մոտ նույն չափով էլ նվազել են նրանց ձեռքբերման գները, այսինքն ներմուծող ընկերությունների մոտ գնային չարաշահման երևույթներ չենք տեսնում, որովհետեւ նրանց համախառն եկամուտը գրեթե նույն մակարդակի վրա է գտնվում եւ ողջամիտ շահութաբերության շրջանում։ Մենք նաեւ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդհանրապես մուտքի խոչընդոտներ չկան եւ այս ընկերությունները 2 երկրներից 3 տարբեր ընկերություններից են ներմուծում, որը ցույց է տալիս, որ տնտեսվարողները իրենց բիզնես որոշումներում ամբողջությամբ ազատ են եւ իրենց մատակարարներին իրենք են ընտրում։ Ինչ վերաբերվում է Վրաստանի հետ գների համեմատությանը, իհարկե մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա մենք ընդլայնեցինք մեր ուսումնասիրությունը, իհարկե մեզ էլ է այդ խնդիրը հետաքրքրում եւ մեր վրացի գործընկերների հետ գնագոյացման հաշվարկներ իրականացրեցինք եւ պարզեցինք, որ տարբերությունները հետեւյալ 3 գործոններով են պայմանավորված։ Նախ ասեմ, որ մշտապես Վրաստանում բենզինի վաճառքի գները մի շատ ավելի բարձր են եղել, քան թե Հայաստանում։ Վերջի ժամանակահատվածում կան որոշակի տարբերություններ, որոնք 3 գործոններով են պայմանավորված։ Դա վրացական երկաթուղու կողմից ուրեմն պահանջվող բարձր սակագներն են, երկաթուղային տրանսպորտի սակագները, բենզինը փոթի նավահանգստից այրում կայարան տեղափոխելու համար, եւ ես նշեցի, որ չգիտեմ որքանով են դրանք հիմնավորված, բայց այնուհանդերձ դրանք բավականին բարձր են։ Երկրորդը պայմանավորված է հարկային քաղաքականությունների տարբերությամբ, 1 տոննա բենզինի հաշվով ներմուծող ընկերությունները ավելի շատ ավելացված արժեքի հարկ եւ ակցիզային հարկ են վճարում, քան Վրաստանում, եւ երրորդը դա ձեռքբերման գներն են, որ ի տարբերություն Հայաստանի մատակարար ընկերությունների երկրների Վրաստանում նաև բենզին ներկրվում է Ադրբեջանից եւ Թուրքմենստանից եւ ներկայացված տեղեկատվությամբ բավականին ցածր համեմատաբար ցածր գներով է ներմուծում իրականացվում։ Հիմնականում այսքանը։ Ես վարչապետի հանձնարարականի հիման վրա կառավարության նիստի ընթացքում ներկայացրեցի ուսումնասիրության արդյունքները, այս նույն ուսումնասիրության արդյունքներն եմ ներկայացրել, ի լրումը ներկայացրեցի այն հաշվարկը, որ մենք իրականացրել ենք, որ բենզինի վաճառքի գնի մեջ ուրեմն նավթի տեսակարար կշիռը Հայաստանի Հանրապետությունում համեմատաբար փոքր է, մոտ 8%, որով էլ պայմանավորված այն հանգամանքը, որ միջազգային շուկայում նավթի գների ուրեմն մեկմիավոր փոփոխությունը ավելի քիչ չափով է ազդում Հայաստանում բենզինի վաճառքի գների վրա եւ իհարկե ներկայացրել ենք այլ երկրների հետ համեմատությունը, որը ցույց է տալիս, որ այս նույն ժամանակահատվածում նկատի ունեմ 14-15 թվականների ընթացքում Հայաստանում բենզինի մանրածախ վաճառքի գները ի համեմատ եվրոպական երկրների շատ ավելին է նվազել, ավելի շատ, քան եվրոպական մնացած բոլոր երկրներում։ Իմ ձեռքի տակ գտնվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից վառելիքի շուկայում վարվող պետական վիճակագրությունը եւ սա ես կարող եմ հրապարակել եւ այս աղյուսակի վերջում էլ նշված են ուրեմն համապատասխան ինտերնետ կայքերի հղումները։ Ներկրող ընկերությունների հետ կապված հիմնականում 2 խոշոր ընկերություններ են ներկրում իրականացնում, 5 տարի առաջ մոտ 6-7 ընկերություններ են եղել, ներկրող ընկերություններ եւ ուրեմն այս տարիների ընթացքում վերջի մի քանի տարի ընթացքում 2 ընկերություններ են, բայց ասեմ դա բենզինի ոլորտում եւ դիզելային վառելիքի ոլորտում բավականին շատ է ներկրող ընկերությունների թվականը, շատ ավելի շատ ուրեմն քան ուրեմն բենզինի ոլորտում ներկրող ընկերությունների թիվն է։ 5 տարի առաջ մոտ 6-7 ընկերություններ են եղել։